Խնդրել է, եւ իրան աքսորել էին Բալթյան երկրների թեմի, փաստացի գիտեք, միգուցե վատ բան եմ անում, բայց սա վեհապարի բարիության դրսևորման քայլերն են, որոնք այսօր հենց իրադեմել դուրս են բերում այս ուրեմն աբիժնիկ պիղծերին։ Եվ ես կարծում եմ, որ վեհապարը այդ հարցերում սխալվել է։ Ինքը չպետք է այդ բարությունը դրսևորեր նման ուրեմն պիղծերի նկատմամբ։ Եվ ընդ որում ինքը այս պիղծերից շատերին ուղղակի անմիջական շատ մեծ ու բարձր օգնություններ է ցուցաբերել, մինչև վթարներից կյանքի փրկելու, ուրեմն տառաբանույթ դժվարություններից դուրս բերելու եւ այլն, որպես հայր, որպես սուրբ հայր, ամեն դժվարություններին կանգնել է իրանց կողքը, օրհնել է, ներել է, նորից հնարավորություն ատավել, որպեսզի իրանք կատարեն իրենց աշխատանքները, եւ այսօր մենք տեսնում ենք, որ սրանք անթակույց անամոթ կերպով ուրեմն համախմբվել են ների շուրջը եւ իրականացնում են սատանային բոլոր տեսակի համարժեք գործողություններ։ Այսօր ինչ է նշանակում, որ Արթուր Սիմոնյանը, կյանքի խոսք եկեղեցու հիմնադիրը եւ ղեկավարը, փաստացի հայկական եկեղեցու տարածքում Նիկոլի կողքը փաթաթվում է Նիկոլի հետ, այնտեղ իրար ձեռք սեղմումներ են անում, փաթաթվում է եկեղեցական այդ սրբափիղծերի հետ, Կուճոյանի հետ, եւ այլն։ Եվ դուք գիտեք ինչ է նշանակում ընդհանրապես կյանքի խոսք։ Կյանքի խոսքը ուրեմն ստեղծված է ինչպես նաեւ Հովանների վկաները ԿՀՎ-ի կողմից, Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության կողմից, ֆինանսավորվել է իրանց կողմից, որպեսզի նրանք իրականացնեն գործակալական, լրտեսական գործողություններ մի շարք երկրներում, բազմաթիվ երկրներում, եւ այդ տարածված երկրներում, որ սրանք տարածվել են 90% տեղերում, այդ թվում նաեւ Միացյալ Նահանգներում դրանց գործունեությունը արգելված է։ Այսօր այս աղանդավոր եկեղեցիները ամենամեծ համայնքն են կազմում ուրեմն Հայաստանում։ Երկուսը միասին ըստ իմ հավաքագրված տվյալների մոտավորապես 300,000 հոգի մարդ։ Եվ երբ որ ինքը հայտարարում է նույն Արթուր Սիմոնյանը, որ սա զրպարտանք է, մենք ուրեմն չենք տրամադրելու 1500 հոգուց բաղկացած հրոսակներ, որոնք ջարդերով, ահաբեկչություններով փորձելու են ուրեմն խեղճացնել հավատացյալ ժողովրդին, ես իրան չեմ հավատում, որտեվ մի արհավիրքել ինքն է այս հայկական պետականության համար։ Արթուր Սիմոնյան նախ ինքը հայ չի, ոչ ազգությամբ, ոչ ծննդով, ոչ արմատներով, մնացած ուրիշ բաներով, ինքը հայ չի։ Եվ նույնպես դրա մասին կան որոշակի ուրեմն տեսանյութեր, որոնք տարածվում են եւ ապացուցողական տեսանյութեր, սա այդ պատճառով մի բան հետացավ, այդ կյանքի խոսք եկեղեցին մի բան սենց ինչ որ լռության մատնվեց, իսկ հիմա այս բանը նորից կտրուկ ակտիվացավ։ Այսինքն մգեր այդ անասունը ինչ գործ ուներ հայկական եկեղեցում այդ պատարագի մասնակցության ժամանակ։ Ինքը պաշտոնական հայտարարել է, պաշտոնական հաստատում եմ, պատասխան եմ տալիս դրա համար։ Ինքը պաշտոնական հայտարարել է, որ կյանքի խոսք եկեղեցու բանա, հոգևորական է, ասում եմ, հոգևորական չէ, հետևորդ է։ Ինքը անձամբ դրա մասին խոստովանել է։ Ինքը դրանից հետո ինչ իրավունք ունի կյանքի խոսքի եկեղեցու կանոնակարգին հակառակ գնա մտնի հայկական եկեղեցի եւ մասնակցի իբր թե հայ առաքելական եկեղեցու պատարագին։ Հարց եմ տալիս քեզ այ մգեր պատասխանդ էլ սպասում եմ։
Վա, եթե բանը Պետրոսի իրանման մի հատ թուրքի հետ խոսալուց, դե երկու թուրք որ նստում են իրար հետ ինչի մասին պետք է խոսան, թուրքի գովալու մասին։ Էն էլա թուրք, էն էլա թուրք։ Երկուսն էլ ծառայում են իրան թուրք անվանող, ուրեմն չնեղացող մարդ։ Մարդը բացայտ ասել է, չէ, որ նա թուրք են ասում, ինքը չի նեղանում, չի նեղում դրանից։ Դա պատահական չի ասել, ժողովուրդ։ Նորից եմ ասում, դա անգիտակից ինձ ապուշ բաց թողում չի եղել։ Ինքը միջև հիմա ոչ դրա համար ներողություն ա խնդրել, ոչ էլ դրա հետ կապված ինչ որ մի հատ ուրիշ արել էր, չէ, ժամանակին, երբ որ ինչ էլ լինի, մենք պետք է բան անենք, չհամակերպվենք պարտության հետ։ Հետո ասեց, որ չէ, ինքը էդի հատուկ ասեց փորձելու ժողովուրդը այս դեպքում ինքը այդ բաները չի արել։ Այդ մանիպուլյացիաները հետ տալու, սենց զադնի տալու այդ բաները չի ասել, ինքը հաստատուն մնացել է, որ գերագույն թշնամին չի նեղվում եւ չի նեղանում, երբ որ իրան թուրք են ասում։ Դե երկու թուրք էլ հանդիպել են ուղիղ եթերում, որը բացարձակապես կատարում է այս մի ուրեմն գերագույն թշնամու հրահանգներով ուրեմն ծրագրեր։ Բա ում պետք է գովան, պետք է հայերին գովան, հայ առաքելական Սուրբ եկեղեցուն պետք է գովան։ Բնական է, չէ՞ որ պետք է թուրքին գովան եւ ադրբեջանցիներին գովան։ Ուրեմն լսեք, արա, այ պիղծեր, այդքան տղա եք, այդ 10 հոգով դիմեք Ադրբեջանի պետությանը, որ դուք որպես ադրբեջանասեր, ադրբեջանամոլ եւ Ադրբեջանի հետ ամենայն ջերմ հարաբերությունների հաստատող ջաթագողներ դիմում եք խնդրանքու Ալիևին, որպեսզի ձեզ Ադրբեջանի տարածքում հատկացնեն տարածքներ եկեղեցի հիմնելու համար եւ դարձեք Ադրբեջանում հայկական առաքելական եկեղեցու առաջնորդներ։ Դուք ունեք դա անելու։ Արեք, ձեր տեղը ընդեղ է։ Մեր գերիների տեղը Հայաստանում է, ձեր տեղը ընդեղ է, պետք է գնաք ընդե ծառայեք։ Դե ու գնացեք։ Գնացեք։ Շատ լավ կլինի։ Ինքը քիչ առաջ ասեցի, գովում է այն ադրբեջանցիներին, որոնք ասում են Հայաստանը պատմական գոյություն չի ունեցել, գտնում է Ադրբեջանի պատմական տարածքի վրա, եւ Հայաստանը լուծարել է պետք։ Հայաստանը հայկական տեղանուններ չպետք է ունենա։ Ինքը այդ ադրբեջանցիներին է գովում։ Հասկանում եք թե չէ։ Ու հանրությունը այս բոշեկին, այս գերագույն թշնամիներին լպստող ու սիրող սենց սուրբ համարող նորմալ լսում է եւ ընկալում է։